Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հուլիսի 8 Հայտնիր ինձ, թե քո մեծ ուժն ինչից է, դատավորաց 16:6 Ինչու՞մ է դրսևորվում հավատի խորհրդավոր ուժը, այն դրսևորվում է այն սնունդի մեջ, որով մենք սնվում ենք, ուխտի մեջ, այսինքն խոստման մեջ, որ մեր վրա հորդելու է աստվածային շնորհը, որով լի է Աստծո մեծ ու սիրառատ սիրտը։ Հավատը հաստատում է, Աստված այդ խոստումը տվել է բացառապես սիրուց դրդված։ Այդ պատճառով ոչ մի կասկած չկա, որ նրա խոսքը կատարվելու է։ Այնուհետև այն խորհում է, թե այս խոստումը բխում է ամենակարող, ամենազոր, անփոփոխ Աստծուց, որն ասում է միայն ճշմարտություն, ապա այն անպատճառ կկատարվի։ Եվ մնում է իր հաստատուն համոզմունքին։ Աստծո տված խոստման մասին հիշող հավատը լիովին վստահ է, որ Աստծո փառքին ոչինչ չի սպառնում, որ նա երբեք չի արատավորի ոչ իր գահը, ոչ թագը, եւ այդ պատճառով խոստումը միշտ կմնա։ Հավատը Քրիստոսի հիանալի գործը դիտարկում է որպես համոզիչ ապացույց այն բանի, որ Հայրը կատարել է իր խոսքը։ Նա իր որդուն չխնայեց, այլ մեզ բոլորիս համար մահվան մատնեց նրան։ Ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Հավատը հիշում է իրեն կոփված մարտերը եւ իրեն քաջություն տված հաղթանակները։ Նա հիշում է, որ Աստված երբեք իրեն չի խաբել, ինչպես երբեք չի խաբել իր զավակներին։ Հիշում է, ինչպես կորստի շեմին եկել է փրկությունը, ինչպես է հուսահատ կարիքի պահին ուժ գտնել։ Նա երբեք իրեն թույլ չի տա մտածել, թե Աստված կարող է փոխել եւ լքել իր ծառային։ Մինչեւ այստեղ Տերն ինձ օգնել է ու ելի կօգնի։ Ամեն խոստման հանդեպ նրա վերաբերմունքը կախված է նրանից, թե ով է այն տալիս, եւ դրանից ելնելով կարող է վստահաբար ասել. իսկապես բարիքն ու ողորմությունը ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերում։ Տերն օրհնի բոլորիդ։